Երգչուհի Տաթև Ասատրյանը այս շրջանում համերգների նախապատրաստական աշխատանքների մեջ է և պարբերաբար հետևորդների հետ կիսվում է այդ կադրերով։ Տաթևի հերթական հոլովակը Նժդեհի հետ համատեղ էր, նրանք երկուսով կատարում էին Տաթևի նոր երգը։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Նշենք, որ Տաթև Ասատրյանը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը հետևել էր զրույցին և առանձնացրել կարևոր հատվածներ, որտեղ նա խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին Տաթևը նշել էր. «Մինչև հաղորդմանը մասնակցելը 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որ ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ։ Տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես», ասել է երգչուհին։ Զրույցի ընթացքում նա ցավով խոսել է նաև մանկության ու պատանեկության բարդ տարիների, մայրիկի հիվանդության մասին։ «Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում և այդ ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Հաջորդ թիվ ներկայացնում ենք հոլովակներ, որոնք առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Բարև բոլորին։ Այո։ Բարև բոլորին։ Բարև։ Մենք ձեր համար ես ու Նժդե ունենք անակնկալ 2 օրից իմ նոր երգի պրեմիերան ալինելու մեր սիրելի Գյումրի քաղաքի մասին, որտեղ Նժդեհը Դհոլ է նվագել։ իսկ հիշում ես երգը։ Գյումրին երգ ունի, Գյումրին երգ ունի։ Որ մեծանաս ինչ ես դառնում։ Դհոլիստ։ Դհոլիստ։ Նատ գյումրեցիներին բարևի։ Բարև ձեզ Գյումրին։ Ասա։ Բարև գյումրեցիներ, նորմալ։ Բարև Գյումրին։ Իսկ գյումրեցիներին ինչ կասես։ Ասեմ, լավ եղեք։ Մենք ձեզ շատ սիրում ենք ու ձեր կարծիքը շատ հետաքրքիր կլինի մեզ լսել։ Դարի հաջողան։ Տաթև քուրիկ, ես այսօր գիտեմ, որ քո ծնունդն է, շնորհավորում եմ ու ցանկանում եմ լիքը լավ բաներ։ Ուզում եմ, որ ես քեզ ցանկանամ, դու լավ լինես, լավ երգես,
գիտեմ որ դու լավ ես երգում, ուզում եմ ուժեղ լավ երգես, սաղին 10 անցնես ու պաշում եմ։ Քեզ ոչ ոք չի սիրի ինձանից բացի գալիս ես ու անցկենում էդ քո հայացքով այրում մարալի գալվածքով Հոգիս ես այրում, գալիս ես ու անցկենում, էդ քո հայացքով այրում, մանալիք այրվածքով, հոգիս ես այրում, մարալիք Kalbatsko, ste pauza. Hokis es Երգը կատարվեց առաջին եւ վերջին անգամ։ Չէ, վերջին չէ։ Այո, ցենագներ։ Հասակը տարիների փորձունի Ամեն տարին իրեն պատմություն ունի Խոշոր դեմքիս ամեն ծալքնիր դարդնունի Ձերության դեմ ոչ ոք ոչ մի չար չունի Խոշոր դեմքիս ամեն ծալքնիր Ձերության դեմ ոչ ոք ոչ մի ճար չունի Մանկությունից անցա երկար ճանապարհ դպրոցում եմ խելագար դաժան դեմքից ամեն դեպքից նետուճար մի խոսացնեք ես գդարնամ խելագար դաժան դեմքից ամեն ծառին դարդունի մի խոսացնեք ես գդարնամ խելագար